Բարև ձեզ սիրելի երկրորդ դասարանցիներ, շարունակում ենք մայրենիի դասապատրաստման աշխատանքները։ Կատարելու ենք 63-րդ էջի առաջադրանքները։ Արարքները բնութագրում են մաշտում։ Արարքները մաշտու կատարած գործողություններն են, լավ և վատ արարքներ են լինում։ Տեսնենք, թե Դավթի և Մելիքի արարքներն ինչպես են բնութագրում նրանց։ Քո կարծիքով ձախ սյունագի մտքերին աջ սյունագի բառերից որոնք են համապատասխանում։ Տեսեք, երկու սյունակ է, աղյուսակը երկու մասի է բաժանված։ Ձախ կողմում գրված են արարքները, աջ կողմում բնութագիրը։ Կարդանք առաջինը։ Դավիթը կանգնում է դաշտի մեջտեղում։ Այս արարքը հետևյալ բնութագիրն ունի՝ քաջություն, այսինքն Դավիթը չի վախենում, քաջ է։ Դավիթը համաձայնում է, որ Մելիքը առաջինը խփի։ Սա խոսում է Դավթի համարձակության մասին, համարձակություն, ինքնավստահություն։ Մելիքի հարվածից երկրաշարժ է լինում։ Հզորություն, ուժ։ Մելիքը հզոր էր և ուժեղ։ Դավիթը ազատ է արձակում Մելիքի զորքը, խոսում է նրա ներողամտության, գթասրտության մասին։ Մելիքը մտնում է խորհրդի մեջ, վախկոտության մասին է խոսում։ Այստեղից եզրակացնում ենք երեխաներ, որ մարդը կարող է լինել չափազանց հզոր և ուժեղ, բայց միաժամանակ նաև վախկոտ։ Պատմում ենք ինչ ենք տեսնում նկարում և ըստ նկարի բնութագրում ենք հերոսներին, ինչպիսին է Դավիթը, ինչպիսին է Մսրա Մելիքը, ինչ հարց կտաս Դավթին։ Այս հարցերի շուրջ անպայման խոսում են երեխաները, պատմում են իրենց տպավորություններն ու կարծիքները։ Այժմ կատարենք աշխատանքային տետրի 8-րդ էջի վարժությունները։ Առաջադրանք 7. Բառերը խմբավորիր ըստ պահանջվող հարցերի։ Եթե հիշում եք, նախորդ դասին մենք խոսեցինք առարկա ցույց տվող բառերի մասին։ Ասացինք, որ առարկա ցույց տվող բառերը լինում են անձ ցույց տվող, այսինքն մարդկանց են վերաբերում, և իր ցույց տվող։ Անձ են բոլոր այն առարկաները, որոնք մարդու մասին են։ Օրինակ, ուսուցիչ, բժիշկ, վարորդ, ոստիկան, հեծանվորդ, գյուղացի, քաղաքացի, մայր, հայր, քույր, եղբայր, տատ, պապ, այս բոլորը մարդիկ են և այդ առարկաները անձ են ցույց տալիս։ Իսկ մնացած բոլորը կենդանիներն անգամ բոլորը իր են, եթե մարդ չէ, ուրեմն իր է։ Ինչպես նաև խոսել և բացատրել ենք, որ առարկաները կարող են լինել մեկը կամ մեկից ավելի։ Եթե մեկ առարկա է, ուրեմն եզակի թիվ է, եթե մեկից ավելի առարկա է, ուրեմն հոգնակի թիվ է։ Անձ ցույց տվող առարկաներին եզակի թվում տալիս ենք ով հարցը, եթե մեկն է ով։ Եթե հոգնակի է մեկից ավելի, ովքեր։ Իր ցույց տվող առարկաներին, եթե մեկն է, եզակի թվում տալիս ենք ինչ հարցը, եթե հոգնակի է մեկից ավելի է, ինչեր։ Հիմա կարդում ենք հերթով բառերը և տեղադրում աղյուսակի համապատասխան սյունակում։ Երկրներ, հարց ենք տալիս, ինչեր, երկրներ։ Տղա, ով, տղա։ Աղջիկ, ով, աղջիկ, անձ է և եզակի թիվ։ Շուն, ինչ, շուն, իր է, եզակի թիվ։ Առյուծ, եզակի թիվ, իր, գրում ենք ինչի տակ։ Գիրք, ինչ, գիրք, եզակի թիվ, իր։ Մրգեր, ինչեր, մրգեր, հոգնակի թիվ, իր։ Կատուներ, հոգնակի թիվ, իր, ինչեր։ Ձկնորսներ, ովքեր, մարդիկ են չէ ձկնորսներ, ուրեմն ովքեր, ձկնորսներ։ Վարորդներ, նույնպես մարդիկ են, ովքեր, վարորդներ, անձ է ցույց տալիս և հոգնակի թիվ։ Գյուղացի, ով, գյուղացի, եզակի թիվ, անձ։ Եղբայր, ով, եղբայր, եզակի թիվ, անձ։ Երգիչ, ով, երգիչ, եզակի թիվ, անձ։ Քույրեր, ովքեր, հասկանում ենք, որ մեկը չէ, քույրեր մեկից ավելի են, քույրեր, ովքեր, հոգնակի թիվ, անձ։ Մայրեր, նորից, ովքեր, հոգնակի թիվ, անձ։ Դերձակը, երեխաներ, ես դարձրել եմ դերձակներ, որպեսզի հավասարաչափ բաշխեմ աղյուսակում։
այլևս եզակի թվի տակ տեղ չկա, ես դերձակներ եմ դարձրել, որպեսզի հոգնագի թվի տակ գրենք դերձակներ, ովքեր եւ բավականացնի տեղը։ Եվ գետեր, ինչեր, գետեր, հոգնագի թիվ իր, վրձին, ինչ, վրձին, եզակի թիվ իր։ Այժմ կատարենք առաջադրանք 8-ը։ Փոխելով մարդ բառի առաջին տառը կազմենք նոր բառեր եւ գրենք։ Մարդ բառի մեն փոխում ենք զ-ով, դառնում է զարդ։ Զարդի զեն փոխում ենք հ-ով, դառնում է հարդ։ Հեն փոխենք չ-ով, կդառնա ջարդ։ Ջ-ն փոխենք ս-ով, սարդ, ս-ն փոխենք վ-ով, վարդ։ Կարելի է նաև հետևյալ հարցը տալ։ Գտնենք իր եւ անց ցույց տվող բառերը։ Մարդը, ով, մարդ, զարդ, հարդ, ջարդ, սարդ, վարդ բառերը բոլորը իրեն ցույց տալիս։ Եվ ամենավերջում կլրացնենք դասից քաղած իմ պտուղները։ Երեխաները կարող են իրենք ասել, թե ինչ պտուղ են քաղել, ինչով են հարստացել, ինչ են սովորել, իսկ ես մի փոքրիկ օրինակ եմ գրել, որից կարող են օգտվել նաև երեխաները։ Ես հասկացա, որ ուժեղը կարող է վախկոտ լինել, ինչպես մսրամելիքներ։ Ես իմացա անձ եւ իր ցույց տվող բառերը, դրանց տրվող հարցերը։ Ինձ զարմացրեց Դավթի քաջությունն ու բարությունը։ Տանը կպատմեմ Դավթի մեծահոգության մասին։ Այսօր էլ այսքանը, կհանդիպենք հաջորդ դասին։